Խիստ լարված։ Հարավային Կովկասում անվտանգային միջավայրը խիստ լարված է համարում քաղաքական վերլուծաբանը։ Որ այստեղ կա ինչ-որ մի բան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2 ամիս առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու հեռանկարը չի ուրվագծվում։ Բաքուն Հայաստանի սահմանադրությունը փոխելու ու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նախապայմանները պահում է ուժի մեջ։ Եվ մենք այստեղ արդեն ստիպված նորից պետք է գանք այդ խնդիրներին, որոնք էլ խոչընդոտում են։ Սրանք ակնհայտ խնդիրներն են։ Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ մեր տեսադաշտից դուրս տեղի են ունենում խոսակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնց անուղղակի արձագանքներն են մեզ հասնում։ Իրանցի պաշտոնյաների հայտարարությունները այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված ու անգամ Լավրովի այցը Հայաստան այդ կուլիսային խոսակցությունների արձագանքն է համարում Մխիթարյանը։ Բայց բոլորը վկայում են այն մասին, որ չերևացող հարթության մեջ նոր խնդիրներ են դրվում Հայաստանի իշխանությունների առաջ։ Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նորից խոսել էր այն մասին, որ տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը ընդունելի է իրենց համար, բայց դա պետք է տեղի ունենա չխախտելով որևէ երկրի տարածքային ինքնիշխանությունը։ Մեկ շաբաթ առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Իրանում հայտարարել էր, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ անգամ քննարկումներ չկան։ Ապրիլի վերջին Ադրբեջան մեկնելուց առաջ Իրանի նախագահը հայտարարել էր, որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի։ Ադրբեջանին դեպի Նախիջևան իրենք ճանապարհ են տալիս Իրանի տարածքով։ Առաջին անգամը չէ, որ Իրանի պաշտոնյաները բարձրաձայնում են, թվում է թե առանց որևէ պատճառի, իրականում սա շատ հետաքրքիր է, հա, երբ կողմերը դրա մասին չեն խոսում, բայց իրենք սկսում են սրա մասին բարձրաձայնել բոլոր մակարդակներով, ամենաբարձր մակարդակներով, Զանգեզուրի միջանցքի անթույլատրելիության, հայ-իրանական սահմանի մասին են խոսում, երրորդ ուժերի չներգրավման մասին, այսինքն սրանք հարցեր են, որոնք վկայում են այն մասին, որ իրանական կողմը ունի ըստ էության հիմնավորված մտավախություններ, որ կա գործընթաց, որը կարող է բերել նման ելքի։ Իրանից ստացած ազդանշաններից ըստ քաղաքական վերլուծաբանի կարելի է գրեթե վստահորեն պնդել, որ կան կուլիսային բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ամենայն հավանականությամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Իրանի արձագանքները հենց վկայում են ու խոսում են այդ հողի վրա ընթացող դեռևս չերևացող պրոցեսների եւ դրանց խիստ վտանգավոր լինելու մասին։ Այսպես կոչված երկկողմ բանակցություններին իրականում Թուրքիան էլ է մասնակցում, վստահ է Մխիթարյանը։ Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը ավելի շատ Թուրքիային է անհանգստացնում։ Նույն Զանգեզուրի միջանցք, այսպես կոչված, այդ միջանցք կոչվածը դա շատ ավելի ձեռնտու ու կարևոր է Թուրքիայի համար, քան Ադրբեջանի, եւ հետեւաբար Թուրքիայի մասնակցությունը այս ամենում շատ կարևոր է, շատ առանցքային է։ Հարավային Կովկասն առանցքային է շարունակում մնալ նաև Ռուսաստանի համար ու այդ ամենի ապացույցը նաև այդ երկրի գլխավոր դիվանագետի 3 տարվա ընդմիջումից հետո Հայաստան երկօրյա աշխատանքային այցներ։ Մեր տարածաշրջանում սպասվում են փոփոխություններ, գոնե կան կողմեր, որոնք նախապատրաստում են եւ քայլեր են իրականացնում իրավիճակը փոխելու, այլ ուրեմն դասավորվածություն ունենալու համար։ Մոսկվան խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստ լինելու ֆոնին ուզում է հնարավորություններ բացել իր հովանավորությամբ այն ստորագրելու համար։ Արևմտյան հարթակներում մշակված այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանը դեմ չէր լինի մի փոքր խմբագրելուց հետո ստորագրել տար իր հովանու տակ։ Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է, որ process-ը, եթե ինչ-որ ընթացք է ունենում, լինի իր միջնորդությամբ։ Այդ տարբերակներից մեկը կարող է լինել 3+3 ֆորմատը։ Հայաստան այցի ժամանակ մեր երկրի արտգործնախարարի հետ ասուլիս տալիս Լավրովը հույս էր հայտնել, որ 3+3 ֆորմատով հաջորդ 2 հանդիպումները կանցկացվեն Երևանում ու Բաքվում։ Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։